Աշխարհը լի է մարդկանցով, ովքեր ցանկանում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում։ Ալկոհոլիկը ուզում է այլևս չխմել, ծխողը չծխել, ծեծողը դառնալ հոգատար, հայոյողը սիրալիր, իսկ ատողն էլ սիրող։ Այդ նպատակով շատերը այցելում են վերականգնողական կենտրոններ, տրեյնինգների, հոգեբանների կամ փորձում են ինքնուրույն լուծել այդ հարցերը։ Ստանում են որոշակի լուծում, սակայն նրանցից շատերը հետագայում վերադառնում են հին կյանքին։ Շատերն էլ մի քանի անգամ փորձելով եւ ցախողելով ավելի են խորանում վատի մեջ։ Ինչ անել, որտեղ գտնել հարատև լուծում, հարատև փոփոխություն։ Դիմենք ամենավստահելի աղբյուրին, Աստվածաշնչին, որտեղ Հռոմեացիներ 6:6-ում գրված է. Այս իմանալով, որ մեր հին մարդը նրա, այսինքն Քրիստոսի հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Միայն Քրիստոսն է, որ կարող է ձեզ իրապես եւ հարատև փոփոխություն տալ։ Միայն նա կարող է քո հին կյանքը իր հին սովորություններով վերացնել։ Եթե դու հոգնել ես քո հին կյանքից, եթե հոգնել ես անդադար փորձելուց եւ ցախողելուց, ապա եկ այսօր Քրիստոսի մոտ, անկեղծ ներկայացրու նրան քո դժվարությունները եւ քո սրտի փափագը եւ խնդրիր նրան, որ քեզ նոր կյանք պարգևի։ Եթե ուզում ես, որ մենք նույնպես աղոթենք քեզ համար, գրիր կամ զանգիր։